չի դադարում իշխանության կողմից արցախցիների եւ մասնավորապես ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախավորումը կամ գնահատականները, որ թե ինչու չեն զոհվել, փախել են եւ չեն պաշտպանել Արցախը, ինչպես եք մեկնաբանում ընդհանրապես այս խոսքը։ Շատ բացասական են վերաբերվում, որովհետև ես կարծում եմ այս ամենը մեր երկրում սկսվեց հենց իշխանության այն խոսույթից ու այն վարքագծից, որով վարքաբեկեցին ողջ մեր ռազմական էլիտային, վարքաբեկեցին մեր բանակը, ամբողջ գեներալները քրեական գործերով դատվում են։ Անկա իմ ասածը բացարձակ չի նշանակում, որ գեներալները օրինակ պետքա ոչ մի հարցում պատասխանատվության չենթարկվեն կամ անեն օրինակ հանցագործություն ու մնան անպատիժ, բայց ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ իրանք պետության մեր հայրենիքի բանակի կերտման մեջ մեծ ավանդ ունեն ու իրանց դեմ ցանկացած գործողություն ինքնըստինքյան անդրադառնում է նաև բանակի հեղինակության վրա։ Կարծում եմ շատ բացասական է, որ մեր ու մեր սերունդը իրականում տեսավ այն, ինչ չպետք է տեսներ։ Խոսույթը շատ ավելի սրվեց նաև այն ժամանակ, երբ արցախցի Արթուր Օսիպյանը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ հարցեր էր հղում, որից հետո Նիկոլ Փաշինյանը բավականին զայրույթով արձագանքեց, Արթուրին ձերբակալեցին, ապա կալանավորեցին եւ հիմա էլ գտնվում է հացադուլի մեջ այն հարցին, որ արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել, որովհետեւ Արթուրը հայտարարել է, որ հացադուլը միայն այդ դեպքում կդադարեցնի։ Նիկոլ Փաշինյանը նորից կրկնեց այդ խոսույթը, որ իրենք չեն կռվել եւ փախել են, նաեւ մասնավորապես մեղադրելով Սամվել Շահրամանյանին։ Գիտեք, ես անկեղծ ասած Նիկոլ Փաշինյանի այդ պատասխանը չեմ տեսել, բայց լսել եմ, օրինակ իմ կարծիքով նորմալ մարդը, նորմալ ղեկավարը հատկապես այս փուլում, հաշվի առնելով, որ գործ ունի հայրենազրկված արցախցու հետ, պետքա բավարար չափով մեծահոգի գտնվեր, մարդկային մի նվազագույն հատկանիշ մոտը շարժվեր, օրինակ ասեր լավ։ Ես իմ վիրավորանքը, չգիտեմ, նեղվածությունը մի կողմ եմ դնում։ Սաղիս համար հասկանալի է, որ մեր արցախցի ինկերը այսօր ակնհայտորեն քաղաքական բանտարկյալ է, քաղաքական հետապնդման է ենթարկվում, ինչի, որովհետև իշխանությունը շատ գրգռված է, իրականում իշխանությունն էլ է հասկանում նույն ուժային կառույցները, որ ինքը հեղինակություն չունի, որ ինքը ուղղակի տարբերակ չունի նոր ընտրություններով իշխանություն ձևավորելու։ Վերջին օրերին նաև խոսվում է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու վերաբերյալ Արցախի իշխանությունների ձեռքից, ովքեր հիմա շարունակում են այնտեղ գործունեություն ծավալել, եւ նաև արցախցիների ընտրելու իրավունքի վերաբերյալ տարատեսակ այսպես տեղեկատվություն տարածվեց, հիմա ի վերջո կարողանալու են ընտրել արցախցիները 2026 թվականի համապետական ընտրություններում, թե ոչ։ Մեծ մասը իմ տեղեկություններով չի կարողանալու ընտրել, որտեղ մեր իշխանությունն էլ բնականաբար շատ լավ հասկանում է, որ հայրենազրկված մեր արցախցիները չեն կարող հայրենիք կորցնելուց հետո գան ու մի հատ էլ քվեարկեն աջակցություն հայտնեն գործող իշխանությանը, ու քանի որ իրենց հայացքով այդ ամբողջ ձայները բաշխվելու է անդիմության մասով, հետևաբար ամեն խնդիր պետք է ստեղծեն, որ արցախցին չկարողանա ընտրել։ Անդիմությանը եւ հատկապես Սամվել Կարապետյանի ղեկավարած թիմին իշխանությունը քննադատում է այն խոսույթի համար եւ երեկ էլ հանրային հեռուստաընկերության բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը հնչեցրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում առայն, որ լրտեսական գործողություններ են տեղի ունենում եւ որ Հայաստան 300,000 ադրբեջանցիների գալը դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության դեմ քայլ։ Ես չգիտեմ էլ ոնց մեկնաբանեմ, տեսեք, եւ Ադրբեջանի նախագահան, եւ իր խորհրդական Հաջիևը տարբեր բազմազան տարատեսակ միջոցառումների ժամանակ այսօր նաև աչքիս ընկավ Արա Պապյանի մեկնաբանությունը միշտ խոսում են, որ Հայաստանը պետք է բնակեցվի 100,000-ավոր ադրբեջանցիներով, ովքեր պետք է վերադառնան իրենց հայրենիք։ Մեկ այլ խոսույթի մեջ ասում են 300,000 ադրբեջանցի։ Հետևաբար այս պայմաններում հերքել անհերքելին, դա ուղղակի, չգիտեմ, շատ ծիծաղելի է։ Բոլորիս համար պարզ է։ Ստեղ մենք ունենք սպիտակ ցեղասպանության մեկնարկի հետ։ Մեր երկրում հարց սկսելու են լուծել ադրբեջանցիները սկզբից զբոսաշրջիկի քողի տակ, այնուհետև տանտիրոջ կարգավիճակով։ Ես եմ շնորհակալ։